Իմ զրուցակիցն է մեր համայնքի հայտնի գործիչներից մեկը Ջակ Հաջինյանը, ով Մոնտեբելոյի նախկին քաղաքապետ, երկու անգամ եղել է Մոնտեբելոյի քաղաքապետ, Մոնտեբելոն նախկինում համարվում էր որպես հայկական կենտրոն, հիմա Գլենդելն է այդպիսին, եւ նաեւ գործող պետական պաշտոնյա է։ Ողջույն, պարոն Հաջինյան։ Շնորհակալ եմ, որ եկաք Մոնտեբելոյից, հուսով եմ երկար այդպես թրաֆիկների միջով չեք անցել։ Նաև գործող պաշտոնյա եք, վերջում նաև այդ մասով եմ ուզում հարց տալ, պարոն Հաջինյանը Լոս Անջելեսի շրջանի, ուրեմն drug administration, ուրեմն տեղերի եւ ալկոհոլի եւ թմրամիջոցների հանձնակատարի գրասենյակի աշխատակից, այդպես կարող ենք ասել, փոխատենապետ։ Եվ այսպես, պարոն Հաջինյան, համոզված եմ, որքան էլ դուք զբաղված եք Հայաստանում հետևում եք ինչ է կատարվում եւ ուզում եմ այսպեսի հարց տալ ձեզ։ Եթե օրինակ Թրամփը այսօր որոշի, օրինակ հոգևոր առաջնորդներից մի քանիսին, օրինակ Ֆրանկլին Գրահամին կամ Ջոն Մքարթերը, որ մահացավ վերջերս, այդպիսի հայտնի ուրեմն հոգևորականների բարձրաստիճան բանտ նետել, հետո որոշել, որ պիտի փոխի այս կամ այն եկեղեցու առաջնորդին, հետո մարդկանց ուղարկի այդ եկեղեցիներ, վայ ինչ կկատարվի Միացյալ Նահանգներում։ Այդպիսի բան հնարավոր է ընդհանրապես։ Առաջին հերթին կառավարությունը ու եկեղեցին զատ է այս երկրի մեջ։ Դա Հայաստանում էլ է զատ ըստ սահմանադրության։ Զադեր Փաշինյանը փորձը, որ ինքը կարող է կառավարել ու որոշել ով պիտի լինի հաջորդ կաթողիկոսը Սուրբ Էջմիածին, որ սխալ է։ Ամերիկայի մեջ again Եթե Ամերիկայի մեջ այդպիսի բան լիներ, ինչպես կարձագանքեր հավատացյալ այդ զանգվածը, քաղաքական ուժերը, հասարակական ուժերը ինչ կանեին ըստ ձեզ։ So Անգլերենով in America we have separation of church and state. Okay? So կառավարությունը եկեցին զատ է։ Դες բան չի լինի։ Չի լինի այստեղ։ So ժողովուրդը ոտքի կերնի, they would intervene and stop this. Մանավանդ ասեմ, որ պարոն Հաջինյանը ամերիկացի պաշտոնյա է, այստեղ եւ անգլերեն է իր այդպես խոսակցական, ես խնդրել եմ որպեսզի հայերեն հնարավորինս, բայց կարող եք անգլերեն բառեր ասել, ընդհանրապես կթարգմանենք, հա։ Այսինքն Միացյալ Նահանգներում բացառում եք որպեսզի դեպք լինի, բայց մենք նաեւ ամբողջ աշխարհում այդպիսի դեպք չգիտենք, որ ինչ որ երկրի ղեկավար, նույնիսկ Բուրկինա Ֆասոյում այդպիսի բան չկա, որ որոշում է, որ պետք է եկեղեցու առաջնորդին փոխի։ Եկեղեցին առաջնորդը գնդրվի եկեղեցական միջոցով, ոչ թե դուրսից կամ կառավարական անձերից։ Իշխանության կողմից։ Yeah, exactly. The church elects its leadership through the church, not through the government. Ոչ թե իշխանությունը։ Լավ, իսկ ինչ եք կարծում։ Վերջերս Արամ առաջինն էր այստեղ, դուք էլ շփվել եք, եթե չեմ սխալվում, նաև ներգրաված եք Կիլիկիո թեմի, Կիլիկիո կաթողիկոսության աշխատանքների մեջ։ Ինչ տպավորություն ստացաք։ Արամ վեհապարը, շատ հարգված է եւ բավական աշխատանք արած է սպյուրքի մեջ ու սպյուրքը շատ կարևոր մաս կկազմի ամբողջ No, just for the Armenian nation. The diaspora plays a critical role in the entire Armenian nation. Ամբողջ ազգության համար շատ կարևոր դերակատարություն է։ Շատ կարևոր է։ Եվ ես կգործեմ, որ Փաշինյանը չի հարգել սպյուրքի կարևորությունը չի հարգել։ Ոչ էլ ուզում է ընդունել կամ ճանաչել։ Ինչ է ուզում անել։ Ես կգործեմ, որ գուզե որ սպյուրքը խոսք չունենա կամ իրենց գազիները չփոխանցե հայ ժողովրդին։ Այսինքն սփյուռքին կտրել Հայաստանից, դա է։ Այո, որտեվ գարձեմ դա նաև թուրքական ծրագիր է։ Well, այո, so երբ որ անգլերեն ասել։ When it pertains to, Armenian-Turkish relations or with Azerbaijan, I think the diaspora's general opinion or position is going to be contrary to everything that Pashinyan is doing.
I have a hard time. Լավ, հիմա փորձենք հայերեն բացատրել, եթե այսպես փորձեմ կռահել թե ձեր մտքը ուր է տանում, հետեւյալն է, որ Փաշինյանը, եթե ավելի կոնկրետ ասենք, Փաշինյանը արդյոք իրականացնում է այն, ինչ որ բխում է Թուրքիայի շահերից եւ հակառակը ընդդեմ հայկական շահերի է։ This is very important, այո։ Կարևոր է որ աս մասին խոսենք եւ լավ հասկանանք, որտեղ կարծեմ Թուրքը ու Ադրբեջանցին ավելի շահ ունի։ Ավելի շահում է Փաշինյանի իշխանությունից։ Այո։ Եվ Փաշինյանը կփորձե ժողովրդին համոզել, որ ինչ որ ինքը որոշեր է Թուրքիի հետ կամ Ադրբեջանցի հետ, բանի համար է խաղաղության it's under the guise of he's creating peace. Բայց կա այդ խաղաղությունը։ I don't know, I don't think so. Չեք կարծում։ I don't think so. Որտեվ հիմա այս Արցախի խնդիրը լուծվեցավ որու համար ով շահեց Ադրբեջանցին չէ եւ հիմա սա որ օքեյ հիմա որ մենք պիտի հանձնենք and there's no more territorial claims. Չէ, we're not going to talk about that. Այո. Now we no longer have to deal with any further pressure. Գլխավանքից ազատվեցինք։ Այո, եւ հիմա վերջերս ինչ եղավ, Ալիևը գսե որ այսօրվա Հայաստանը it's out of Madain Azerbaijan. So ուր կվերջանա էսի եւ ուր է շահը I don't see progress. Պարոն Աջինյան, դուք ասացիք, որ թուրքերն ու ադրբեջանցիները այստեղ սկսել են ակտիվանալ։ Ինչպես են ակտիվացել։ Ամենը ես շատ նկատել եմ on social media. Սոցիալական ցանցերում։ Այո, and what they're doing is they're trying to expose their culture to Americans. Այսինքն իրենց մշակույթն են քարոզում ամերիկացիներին, թե հայերի վրա են աշխատում, թիրախավորում։ Ամբողջ Ամերիկային։ Բայց նախկինում չեն արել այդպես։ No, well social media ասեմ վերջերս, I mean նոր բան է, չէ, բայց այս վերջերս Չէ, ես դա նկատել եմ, օրինակ ես բացում եմ, երբեք թուրքական այդպես սայթեր չեմ նայում կամ ադրբեջանական, բայց սոցիալական ցանցերում բերում են օրինակ ադրբեջանցի երգչուհու ինչ որ խոսք կամ, չգիտեմ, երգ կամ ջաշեր թիրախավորված են։ Եվ շատ very targeted եւ ամենաշատը թուրքական ջաշեր գներգացնեն, you know what I mean? So they're trying to kind of expose and present their culture as friendly people, something interesting. Այսինքն իրենց կերպարն են ուզում բարեհաճ սարքեն ամերիկացիների համար եւ նաեւ հայերի վրա։ Այո. Because you know objective ինչ է որ ամերիկացին այցելը Թուրքիա այնտեղ ծանոթանա Թուրքին ու նկատե որ լավ մարդիկ են, բարի մարդիկ են, right? That's how you kind of build goodwill. Դա արել են, բայց ես կարծում եմ որ հատուկ հայկական համայնքն են թիրախավորում։ Ուզում եմ խոսենք, դուք հանրապետական եք, չէ՞։ Ես եթե չեմ սխալվում, կուսակցական առումով ամերիկյան։ Թրամփի ադմինիստրացիայում շնորհիվ բանակցողների շնորհիվ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին այդ համաձայնագիրը ստորագրվեց, հիշում եք։ Եվ Նիկոլ Փաշինյանը այնտեղ իր պահվածքը, իր կեցվածքը, իր բանակցելու կարողությունները ինչի մասն էին խոսում, օրինակ նա կարողացավ հայկական շահերը այնտեղ առաջ տանել։ Ձեր տպավորությունը ո՞րն էր։ You know, yes, ճիշտ ասեմ, ամբողջ մանրամասնությունները դեղյակ չեմ, որքան որ դեսել եմ կամ լսել եմ, այդքան համոզված չեմ, որ Փաշինյանը he didn't maximize his opportunity or capitalize on what was հնարավորություններից չօգտվեց։ Այո։ Եվ ինչպես how do you say body language որ նայես չէ Թրամփը ու Ալիևը ավելի ինքնավստահ են so that to me doesn't look good արդեն he looked vulnerable into that going into that meeting խոցելի էր Փաշինյանի տեսքը that was my concern there եւ ճիշտ ասեմ
As ճանապարհը որ գուզեն Trip-ը, շինանալ trip, այո, անգել ասեմ որ ես 100% դեմ չեմ եւ 100% համաձայն չեմ, because գուզեմ գիտնամ Հայաստանի շահը ինչ է, շատ չեմ տեսնար, Չկա շահ։ I don't think so. Անվտանգության առումով Բայց նորից Հայաստանի իշխանությունը ասում է, որ եթե Ամերիկան եկավ այստեղ, ուրեմն մենք անվտանգ ենք։ Love, ճիշտ է, եթե Ամերիկան there's going to be a presence of Americans there. There will be some security. But that agreement has a expiration date. Ինչ կլինի 2-3-4-5 տարի վերջ։ Չի երևում։ I don't know. Կոնկրետ ապահովության, անվտանգության երաշխիքներ չկան։ That's my concern. Ինչ կլինի։ Չգիտենք։ Այո, it's very likely որ եթե Ամերիկան ընդեղ լինի, չէ, ամերիկացիները կամ զինվոր են կամ ուրիշ ընկերություն է, բայց ամերիկացին որ դուրս գա, I don't know what happens after that. Կարող են ձախեն contract-ը ուրիշին, որ կարող է ավելի բարի լինի Թուրքին հետ կամ Ադրբեջանցին հետ, I don't know. Ռուսը, Այսինքն անորոշ ապագայով է։ Իսկ ինչ եք կարծում, օրինակ, եթե լիներ ազգային ղեկավար Վաշինգտոնում, կարող էր Թրամփի այդ միջնորդությունից օգտվելով մի քանի այլ հարցեր, օրինակ գերիների վերադարձ, թեև Թրամփը ինքը առաջարկեց, ինքը բացեց թեման, Նիկոլ Փաշինյանը փակեց։ Տարածքներից դուրս գալ, օրինակ հիմա բացի Արցախից նաև օկուպացված են հայկական տարածքներ։ Ինչ եք կարծում, հնարավոր էր ավելին ստանալ այդ ժամանակ, թե ոչ։ 100% պետք է այդ պայմանները լիներ սեղանի վրա, այդ հայկական տարածքները, մանավանդ գերիները, բայց ես չեմ գարժեր, որ Փաշինյանը փորձեր է, որ գերիները վերադառնան Հայաստան։ Այսինքն չի հասկացել, թե չի ցանկացել, ինչ կարծիք եք։ Իմ կարծիքս չի ցանկացել, որտեվ որոշ անձեր կան, որ գերի են, որ կարող են տեխնազու լինեն մի օր իր դեմ։ Այսինքն իրեն պետք չի, որ նրանք վերադառնան։ Ես կգործում եմ, որ ինքը անգել, ես կգործում որ այդքան կարևոր չէ իր համար, որ վերադառնան Հայաստան։ Իսկ հայկական տարածքներից ադրբեջանցիների դուրս բերումը, գիտեք, Ջերմուկում, տարբեր վայրերում, այսինքն ադրբեջանցիները ներխուժել են եւ շարունակում են պահել իրենց ուրեմն տրամադրության տակ, ենթակայության տակ։ Դա հնարավոր է կարևոր է, բայց ես չեմ կարծում, որ այդ խոսակցությունը եղավ։ Պարոն Հաչինյան, դուք արդեն ասացիք, որ այս Փաշինյանի իշխանության օրոք ամեն ինչ արվել է, որպեսզի Սփյուռքի խոսքը հաշվի չառնվի, բայց այնուամենայնիվ նույն Թուրքիան եւ Ադրբեջանը երբեմն բողոքում են, որ Սփյուռքը, եկեղեցին եւ այլն շարունակում են խանգարել իրենց խաղաղության գործընթացին։ Հիմա ըստ ձեզ Սփյուռքը թուլացել է այսօր, թե այնուամենայնիվ իր խոսքը դեռևս անցնում է նույն ամերիկյան իշխանությունների մոտ։ Ես կարծում եմ, որ Սփյուռքը մի քիչ թուլացավ, այս վերջին 2-3 տարվա մեջ։ Թուլացավ։ Yeah. Ինձ հուշում են, որ մեր գործընկերները ձեզ հարց ունեն Երևանից։ Okay. Խնդրեմ։ Ողջունում եմ պարոն Հաջինյանին, Արտուր, այսպեսի հարց եմ ուզում տամ։ Տես, մենք խոսեցինք, որ դուք եւ ձեր հյուրը, որ Փաշինյանը պրոթուրքական ուրեմն բան է վարում, քաղաքականություն է վարում եւ այլն։ Հիմա մենք ունենք մի խնդիր, հա, նույն ԱՄՆ արևմտյան թեմի հետ, հա, որի Սրբազանը թեմի առաջնորդը սատարում է այսպիսի ուրեմն հայացքներ ունեցող եւ քաղաքականություն վարող մարդուն։ Մի քիչ ցավով լսեցի, որ հյուրը Կիլիկիո թեմի հետ ավելի մեծ կապ ունի, որովհետև մտածում է իր միջոցով է նաև որոշակի ճնշում գործադրեինք, հա, Հովնան arczepiskopos-ի վրա, բայց դե ոչինչ, էլի ես ուղղակի ուզում եմ հասկանամ, օրինակ, եթե մեծի տան Կիլիկիոյի Սրբազանը ներկայացուցիչը ԱՄՆ-ում արևմտյան թեմում
ինչ որ արտահայտություններ եւ նամակներ գրեր Արամ Արաշիդի դեմ, ինչպեսին կներ իր ճակատագիրը եւ ընդհանրապես ինչ զսպման մեխանիզմ ունի հայ համայնքը, որ զսպի կամ, չգիտեմ, հետ դարձ ետ բերի մարդկանց, ովքեր օրինակ սկսում են Փաշինյանին սատարել եկեղեցու դեմ պայքարում։ Որևէ միջոց կա, օրինակ Հովնան arczepiskopos-ին դարձի բերել դեպի հայ առաքելական եկեղեցի եւ ես էլ եմ ասում, եթե այդպեսի օրինակ լիներ մեծ տանկիլուկ էր կապված, ինչպեսի դծակներ կան իրավական, մարդկային եւ այլն, որպեսզի այդ մարդկանց չթողնեն, որ իրենք սատարեն մեկին, ով սփյուռքի դեմ է աշխատում։ Եթե հնարավոր է այդ հարցի պատասխանը տանք եւ մեկ էլ Արտուր, ես այս հարցն ուզում դեռևս խնայելով այդ մարդու անձը, բայց նաև մի սրբազան կա ԱՄՆ-ի տարածքում, որը ձայն չի անում, թե մենք ուղղակի չենք լսում այդ մարդու ձայնը, դու հասկացար ես ում մասին եմ խոսում։ Հասկանալի է, չէ՞։ Այո, մի քիչ Հովնան Սրբազանի մասին դուք Կիլիկիո կաթողիկոսության այսպես հետ եք աշխատում կամ չգիտեմ աջախում, հա, այդպես ասենք, այո, ես եկեղեցու հետևորդ եք Կիլիկիո։ Բայց ամեն դեպքում Հովնանի մասին գիտեք։ Այո։ Եվ որը այդ 10 հուդաներից մեկն է, ստորագրել է։ Եթե հարցը հետևյալն է Տիգրանի, եթե օրինակ Կիլիկիո կաթողիկոսության arczepiskopos-ը այդպիսի հայտարարություն աներ Արամ Արաշիդի դեմ, ինչպիսին կլիներ ռեակցիան։ Ես եւ ինչպեսին պետք է լինի ասեմ այդպես բան չեր լիներ Կիլիկիո եկեցի ասեմ որ ավելի հարկանք կա with the structure okay of the church եւ չեմ կարծեր որ you know, գարձեմ դեղին չէ իմ համար, բայց ասեմ, որ ես կգարձեմ, որ դուրսի pressure, որ գալիս է էջմիածին թեմստեղ, կապված է Փաշինյանի հետ, և պարզ է, okay? Բայց Փաշինյանը, օրինակ, ինչ ճնշման լծակ կարող է ունենալ Հովնան Տերտերյանի վրա։ I don't know, ես լսած եմ, որ նամակը ստորագրել է, ես լսել եմ, որ Blackmail-ը ինչ է, blackmail operation։ I don't know, I can't, չեմ գնալ խոսի դրա թեմայով չեք կարող։ չեմ գնալ խոսի։ Ես մի բան գիտեմ, որ ինչպես այսօր էլի առիթ եղավ ասացի, Հովնան Տերտերյանի գրասենյակը, Արևմտյան թեմի առաջնորդարանը տեսանյութեր է տարածում, թե ինչպես է ինքը այցելում այս եկեղեցի, ինչպես է այցելում այն եկեղեցի, որ իրեն շատ լավ են, ինչ լավ աշխատում է եւ այլն, այսինքն գովազդի նման մի բան է, ես չգիտեմ դրա նպատակը որն է, արդարանալն է, որ միացել է հուդաներին, թե այլ նպատակ կա ավելի հեռուն գնացող, օրինակ, չգիտեմ, կարող իրենց կաթողիկոս են ուզում տանեն դնեն։ Մի խոսքով, ամեն դեպքում ես հասկացա, որ դուք այդ թեմային չեք ուզում Ճիշտ չէ, բայց Բայց ճիշտ է արդյոք որպեսզի նա հեռանա այդ պաշտոնից։ Լսել եմ, որ իրեն արդեն ուզում են նշանակեն կաթողիկոս։ Okay, Նիկոլ Փաշինյանը։ Այո։ Այդ լսել եք։ Հետաքրքիր է, որովհետև անցյալ շաբաթ էր կամ երկու շաբաթ առաջ էր Զարե Սինյանյանը այցելել Լոս Անջելես եւ նկարվել էր Հովնան Սրբազանի հետ ու ասել որ Հովնան Սրբազանը ամենահոյագապ Սրբազանը իմ Սրբազանս է եւ ես կարծեցի որ ավելի there's a political undertone or overtone to that post այո Ես ձեզ ասեմ որ այդ նամակը առաջին անգամ երբ որ հրապարակվեց այդ 10 հուդաների անունը, որոնց մեկն էլ Հովնան Տերտերյանն է, ուրեմն նախորդել էր Ամերիկայում Հայաստանի դեսպանի այցը այստեղ եւ հանդիպումը Հովնան Տերտերյանի հետ։ Այսինքն այդ խմորումները վաղուց էին։ Ամիսներով թե չէ դարի անցերը որ այս ժողովներ գդարվել են Եվ ուղղակի նորից հարց ունեն, հիմա կփոխանցեմ, բայց ուղղակի ինձ համար հետաքրքիր է, որ
Հայաստանում բնակվողների վրա ունեն կամպրոմատներ, չգիտեմ, փողեր եւ այլ, այնտեղ համասարամոլության մասին են խոսում, բայց Հովնան Սրբազանի վրա ինչ ունեն, այդ հետաքրքիր է, որը այստեղ է։ Այստեղ ինչ խնդիրներ կարող են ունենալ։ Ամեն դեպքում խոսքը փոխանցեմ Երևան, թող մեր գործընկերները դες։ Արտուր, լսեցի կարծիքը, հասկանում եմ իրավիճակը, բայց ամեն դեպքում պետք է ընդունենք, որ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն է, հա, եւ Կիլիկիո Մեծիտան Կիլիկիոն չի կարող առանձին գործել ամենայն հայոց կաթողիկոսի իրավասությունից դուրս, սա առաջինը եւ երկրորդը հարցը սա այնպեսին է, հիմա կարող է լինի, կարող չէ, բայց պատկերացեք Դոնալդ Թրամփը ստիպում է arczepiskoposին Կիլիկիոյի տան, հա, խոսել, չգիտեմ, Արամ առաջինի դեմ, ասելով, որ ինքը, չգիտեմ, Լիբանանում է ապրում եւ իրեն սխալ է պահում։ Ինչ որ լծակներ կարգավորման կան, որպեսզի այդ մարդկանց հետ կանչեն կամ ինչ որ զրկեն Կիլիկիոյի տան անունից խոսալու, խոսքը նույնն էլ Հովնանի հետ կապված է, այսինքն մենք ինչ լծակ ունենք, մենք դուք նաեւ Կալիֆոռնիայում, որպեսզի այդ մարդուն զգաստացնեն եւ ասել, որ ընկեր, եթե քեզ Հայաստանի դեսպանը ինչ-որ ուղղություն է տալիս, պարտադիր չէ դա անել, այսինքն եթե վաղը կաթողիկոսը իրան կարգալույց անի, կկարողանա նույն ԱՄՆ-ի կառավարությունը կընդունի այդ որոշումը եւ այլևս կարող եք դուք պահանջել, որ այդ մարդը ներս չմտնի եւ եկեղեցում, չգիտեմ, պատարակ չանի կամ ընդհանրապես իրեն չներկայացնի որպես արևմտյան թեմի առաջնորդ։ Այո։ Իդեպ, մինչև դուք կպատասխանեք, ես եթե չեմ սխալվում, այստեղ թեմի առաջնորդը ընտրվում է հենց համայնքի կողմից, ծխի կողմից, չէ, ծխական համայնքի կողմից է ընտրվում։ Կաթողիկոսը իհարկե կարող է կարգալույց անել, իմ կարծիքով շատերը սպասում են դրան, որպեսզի նաև տեղական համայնքի ներկայացուցիչները շատերը դժգոհ են եւ սպասում են դրան, որպեսզի քայլեր ձեռնարկեն, օրինակ, համոզված եմ, եթե կարգալույց արես, նա չի գնալու այդպես։ Ճիշտ այնպես ինչպես եկեղեցիներն են զավթված մնում դեռևս Հայաստանում, այնպես էլ ինքն է այստեղ պահելու, բայց ամեն դեպքում այստեղ մարդիկ ավելի ազատ են եւ բոլոր անկեղծ հավատացյալները եւ բոլոր ազգային մարդիկ պահանջել են, որպեսզի Հովնան, եթե իհարկե դարձի չգա։ Խնդրեմ, ձեր պատասխանը, կան լծակներ, որպեսզի այս համայնքը կարողանա ազդել այդ մարդկանց վրա եւ ասել վերադարձեք կանոնական դաշտ կամ հեռացեք։ I'm not sure. Չեմ կարող պատասխանել հարցումը։ Չէ, կարծում եմ հարցում պարզ է, որ կարող են իրեն չընտրել։ Oh, yeah, կարող են չընտրեն, այո։ Բայց այս բարակային կարծեմ Փաշինը ուզում է իրեն նշանակել։ Այո։ Այսինքն կարծում եք, որ ինքը ընտրյալ տեխնացուն է վերջնական, որտեղ Հայաստանում էլ խոսում են կտրիչ ներողություն Կճոյանի մասին։ Այո, չեմ կարող պատասխանել հարցումը։ Այդքան լավ տեղյակ չեք։ Եվ Տիգրանի մի հարցն էլ մնաց հայտնի հոգևորականի մասին, իհարկե ոչ միայն նա, Տիգրան, այլ նաև շատ ազնիվ քահանաներ ունենք այստեղ, հոգևորականներ, հավատացյալներ, շատերը ցավոք սրտի կախում ունեն, երևի դուք էլ կվստահեք, կախում ունեն հենց թեմի առաջնորդից, որովհետև մարդիկ ունեն վիզայի խնդիր, ունեն աշխատանքի խնդիր, ունեն առողջապահության խնդիր եւ այսօր չեմ ասի, որ նրանք համաձայն են Հովնան Տերտերյանի որոշման հետ, բայց նաեւ չեն կարող բարձրաձայնել, ես այդպես եմ ենթադրում, խոսել նրա դեմ կամ չգիտեմ, ընդվզել նրա դեմ, որովհետև կարող են, օրինակ ես մեկին գիտեմ, հիմա նորից անունը չեմ տալիս, որը առողջության խնդիր ունի, որը պետք է, ասենք, վիրահատություններ անցնի։ Այդ մարդը կարող է պարզապես մահանալ Հովնան Սրբազան, դեռևս Սրբազան ենք ասում, քանի որ կարգալույց չի եղել, իր որոշման արդյունքում։ Այն մեկը կարող է ուղղակի, ասենք, դեպորտացիա ենթարկվել եւ գնալ, ասենք, չգիտեմ ուր, հիմա տանում են Ուգանդա։ Այդպիսի խնդիրներ կան, որոնց լավ տիրապետում է այսօրվա թեմի առաջնորդը եւ օգտագործում է կարծում հոգեվորականության դեմ նրանց առայժմ լուր պահելու ուրեմն համար, բայց եթե իրավիճակը կփոխվի, եթե օրինակ կաթողիկոսի եւ հոգեվոր խորհրդի կողմից կարգալույց արվեն այդ 10 հուդաները, այդ թվում նաեւ մեր թեմի առաջնորդը։ Համաձայն եք։
քիչ մը դժվար է հետևել ինչ Հասկանալի է, ես հասկանում եմ ձեր, որտեվ դուք ավելի շատ ուրեմն ամերիկյան միջավայրում եք եւ ձեր աշխատանքից բխող պաշտոնյական աշխատանքից բխող մի հարց եմ ուզում տալ, որը նաեւ հայերիս է վերաբերվում թմրանյութերի եւ ալկոհոլի այդ տարածումը կատաստրոֆիկ վիճակի էր հասել մինչեւ Թրամփի իշխանության գալը, բայց Թրամփը փակեց սահմանը եւ հիմա Չինաստանից ֆենտանոլն էր գալիս, Մեքսիկոից մնացած թմրանյութերն էին գալիս, հիմա որ փակ այս սահմանը, այդ իրավիճակը նախ հայերը որքանով են դրա զոհը դարձել եւ երկրորդ այս վերջին 1 տարվա ընթացքում ինչ որ փոփոխություն նկատվել է թե չէ։ Ասեմ որ թիվը որ մարտիկ որ թմրեցուցիչներ կգործած են կամ ալկոհոլ կխմեն ավելի բարձր է, քան թե ինչ մարտիկ կգործեն։ Եվ ամեն ազգի մեջ կա, հայերի թիվն շատ բարձր է։ Եվ մեր համայնքի մեջ մենք կգործենք որ չէ, մեր զավակը կամ մեր եղբայրը կամ մեր քերին կամ մեր cousin-ը այդպես բան հետ չի սպավում, բայց իրականության մեջ սպավում են։ Շատ լավ գիտեք, տեսնում եք։ Այո, շատ է եւ դժբախտաբար մենք պետք է շատ լուրջ ձևով պետք է մոտենանք այս խնդիրը եւ կարծեմ մեր մշակույթի մեջ ավելի սովորություններ ունեն, չէ՞ որ եթե մենք գիտենք որ մեկը սխալ բան կգնենք խոսանք իրancs հետ բայց generally the American people ամերիկացին չի խոսիր գամշտան որ նյութի մասին խոսին կամ ավելի բան like ուրիշ medication գուտան ու դի կդառնա another drug addiction so խնդիրը կտարածվի բայց միտում այսինքն intention տեսնում եք որ հենց հատուկ քաղաքականություն է վարվել նույն դեմոկրատների օրոք այդ ուրեմն ցանցերը որ կան Մեքսիկո, չգիտեմ որտից է գալիս այդ սահմաններ ֆենտանոլը Չինաստանից էր գալիս։ Չինաստան կպատրաստեն նախ փող են աշխատել դրա վրա, երկրորդ երիտասարդությանը կախվածության մեջ գցելու ուղղությամբ։ Ֆենտանոլը կպատրաստվի Չինաստանի մեջ, կխրգեն Մեքսիկո, Մեքսիկոյի մեջ կխառնեն ֆենտանոլը ուրիշ դրագերու հետ եւ ստեղ կհասնի եւ դժբախտաբար մարդկա որ իր բաժինը ինչ որ պիտի գործածեն ֆենտանոլի շատ բանը բարձր հզոր է կամ բարձր դոսիջ կամ շատ կա կմեռնին այո ինչ որ ռեկորդային թվով մահեր արձանագրվեցին ֆենտանոլ իսկ թմրանյութերը ասենք մարիխուանան եւ այլն so marijuana հիմա cocaine ավելի շատ է ասի cocaine եւ methamphetamines գխարնեն որ ավելի ամուր կամ just to make it stronger իսկ հիմա այդ որ բերում են Մեքսիկոից սահմանը փակ է այսինքն ընդհանրապես չի մտնում հիմա արդեն 1 տարի ծագեր կան սահմանի մեջ Թրամփը ուրեմն տարեկան ելույթ ունեցավ ասում էր որ այդ ապօրինի տեղերի եւ թմրանյութերի շրջանառությունը 0-ի է ասված դրսից ներմուծումը Ամեն ես չեմ գազեր որ Կալիֆոռնիայում այդպես է զգացումը թե չէ Ես չեմ գազեր որ լրիվ փագերեն սահմանը կամ հիմա թմրուցիչ չի գա գալիս է ինչպես որ սահմանը դժբախտաբար ծագեր կան սահմանի մեջ է թունելներով հա թունելներով աշխատողներ կան որ կարծեմ դուրերը կբանան ուրիշ ձևով նավով օթանավով ավելի շատ մեքենայով կա with cars ինքնաշարժներով բայց կարծեմ Թրամփը ուզում է փորձել որ ավելի դժվարացնի այս process-ը եւ որ դժվարանա ավելի քիչ թմրոցուցիչ կլինի երկրի մեջ իսկ Հայաստանում խոսում են որ օրինակ մարիխուանան շատ լավ բան է առողջությանը այստեղ հակառակ process-ն է գնում Կսեն որ there's benefits ու կսեն որ չի գա կսեն Ես չեմ գործածել բայց կսեն այսպես ասենք այդ բիզնեսի տերերի լոբիստները Այո
Շատ շնորհակալ եմ, պարոն Հաջինյան։ Միգուցե մենք հետագայում կարող ենք նաև անգլերենով հենց ձեր ոլորտին առնչվող մի քիչ մեր հայ երիտասարդության հետ այսօրվա վիճակի մասին խոսել, որտեվ իսկապես մի կողմից լավ է, որ ունենք եկեղեցի, որը պահում է մշակույթը եւ այլն, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում թմրամիջոցների համընդհանուր խնդրեմա ոչ միայն ամբողջ միացյալ նահանգների հայերի համար, եւ միգուցե ավելի մանրամասն մի օր այդ թեմայով կխոսենք։ Սիրով։ Շատ շնորհակալություն։ Thank you. Այսքանը, շնորհակալություն